Ինձ թվում է մենք մեր հայրենակիցներին այդուհանդերձ չենք կարողացել բացատրել Արեգնազ Մանուկյանի եւ Արտուր Սարգսյանի հետ կապված իրավիճակը։ Երբ մենք խոսում ենք Արեգնազ Մանուկյանի մասին, իմ գործընկերը այս ամբիոնից այսօր ասեց, որ իր 13 տարեկան աղջիկը չի կարող իրեն այցելել։ Պարոն Արտուր Խաչատրյան, կարող է, ոչ միայն չի կարող այցելել, չի կարող զանգել։ Չի կարող զանգել։ Եթե անգամ ենթադրենք, որ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ ձեր բոլոր մեղադրանքները ճիշտ են, այդ հանցանքը անգամ գործվել է, եթե ենթադրենք, համոզված եմ, որ այդպես չի։ 13 տարեկան աղջիկը ձեր կողմից վերահսկվող հեռախոսակապով ինչու իր մոր հետ չի կարող խոսալ։ Դա բացի վրեժխնդրությունից անձնական, ուրիշ բացատրություն կարող է ունենալ։ Չի կարող ունենալ։ Ուրեմն ձերը արդարադատություն չի, վրեժխնդրությունը։ Արտուր Սարգսյանի մասով մենք այդքան նաիվ չենք, որ մտածենք, չենք ասում ձեզ Արտուր Սարգսյանին արդարացրեք, ասեք, որ անմեղ է։ Մենք տարական բան ենք ասում։ Սա 9-րդ, այո, կա տենց բան, սա 9-րդ գումարման խորհրդարանն է, այլ է, քան 8-րդը։ Այստեղ այլ մարդիկ են նստած։ Ինչի Արտուր Սարգսյանը չի կարող գալ այստեղ, դատախազը գա այստեղ, եւ Արտուր Սարգսյանի անձեռնմխելիությունը, որը պահանջում է օրենքը, հաղթահարվի նորից։ Արայիկ Հարությունյանը նոր է այստեղ։ Կարող է Արտուր Սարգսյանը համոզում է Արայիկ Հարությունյանին, որ ինքը անմեղ է եւ պետք չի իր անձեռնմխելիությունը հաղթահարել։ Վիլեն Գաբրիելյանը հետաքրքիր հարցեր եք տալիս դատախազին, այն ժամանակ չկար, կարող է համոզվում է, այլ ընդդիմադիր ֆրակցիա կա, դա օրենքի պահանջ է, բացի վրեժխնդրությունից, այլ պատճառաբանություն կա, ինչու դա դուք չեք անում։ Չէ, որովհետև ձեր արդարադատություն չի, վրեժխնդրությունը։ Մենք նորանկախ պետություն ենք եղել։ Չկա որևէ նորանկախ պետություն, որը այդպիսի դժվարությունների միջով, այդ թվում արտոնյալներ, այդ թվում բդեժխի վարքագիծ ունեցողներ չի անցնում։ Չկա այդպիսի պետություն։ Ցույցերի մասնակցությունը ձեր մենաշնորհը չի եղել։ Միջին ստատիստիկ հայկական ընտանիքում իր բոլոր դժվարություններով մենակ դուք չեք ծնվել։ Դուք չեք մենակ դժվարություններ ունեցել, բայց ձեր ու մնացածի տարբերությունը այն է, որ մենք օրինակ չենք չարացել այդ դժվարություններից, չենք սկսել ատել այս պետությունը ու հասարակությունը, չենք սկսել վրեժ լուծել իրենցից մեր չունեցածի համար, մեր չունեցածի համար չենք սկսել ատել նրանց, ովքեր ունեն, հակառակը մտածել ենք, ուրեմն ավելի շատ է պետք աշխատել, ավելի մեծ ջանք է պետք գործադրել, դա է խնդիրը։ Ձեր վրեժխնդրությունը սպանում է այս պետությունը։